Օր 3. Ամենաբարդ և ամենակարևոր օրը։ Այստեղ տեսնում եք սոսի օգնության սարքը դրված շտապ օգնության համար, քանի որ մեծաքանակ մարդկանց հոսք է սպասվում հրեղեն ձյու տարում, ինչը նորություն է, անցած տարիներին երբեք այսպես չի եղել։ Ուխտավորները անասելի շատ են, մի կողմից համ ուրախացնում է, որ մարդիկ այսքան հավատով լցված են, համ էլ իմ ներսի էգոիստ ասում է, բայց անցած տարի ես լրիվ մենակ եմ անցել այս ճանապարհը, այս քարի վրա մենակ եկել թիկնել էի, այսպես ոսորկարանն ես ցույց է տալիս։ Այսքան ուխտավորներ չկային անցուդարձանող ու ուղղակի հեռախոսով ցույց չի տալիս շարանը, հազարավոր մարդիկ են անդադար ասում, 100 հազարավոր։ Սենց բան մենակ Ծիրուպալիցի Բալաջիի տաճարում եմ տեսել, Հնդկաստանի ամենաուժեղագույն տաճարներից մեկը, որտեղ գնացել էինք ու անդադար հոսք, օրը 24 ժամ 100-ից 150 հազար մարդ օրական։ Այս անցքը որ տեսնում եք, կարճ ասած, այս դիքով բարձրանալու ենք, հասնելու ենք 5800 մետր բարձրություն, որը կոչվում է մահվան անցում կամ կանաչ տառայի անցում, Պիրիվալա հայերեն անցում է։ Հա, կարճ ասած, այս բարձրության վրա մենակ այդ կարողացանք գտնել այդ հարմար բառը։ Մենք կհասնենք, Աստված առաջ, տիեզերքը մեզ կօգնի ու մենք կհասնենք։ Շատ սիրուն գնում ենք Գայանեի հետ, երկուսով ենք քայլում, մեր խումբը ցաքուցրիվ է, մի մասը առաջ է, մի մասը լավ հետ է, մենք սենց մեջտեղներով լավ գնում ենք սիրուն տեմպով։ Դա ինձ հույս է տալիս։ Այո։ Մի խոսքով հույս ունեմ, այնտեղ 3 ծանր դրոշակ եմ, ուրա դրոշակն է սերևում այսպես։ Ծանր այս բարձրության վրա քանի կիլոգրամանոց ուսապարկ ձև չկա, որ չկապենք այդ դրոշակները։ Անահիտը հանեց իր դրոշակները կապեց, ես կհանեմ իմ դրոշակը կկապեմ։ Այսքան։ Լուրջ քանի դրոշակ ես տենց առել։ Այն փուճուրն են իրար կապած դրոշակներն են։ Լավ, կապի մեջ, ինչպես տեսնում եք, ինտուզիազմով ենք շարժվում առաջ, այս բարձրության վրա մարդիկ շնչահեղձ են լինում, թթվածնային դիմակներով ու քթանցքների մեջ ձողեր մցրած տենց թթվածին շնչելով, մենք առանց գլյուկոզա, առանց թթվածնային դիմակների, հերոսաբար մաքրում ենք մեր եւ մեր շրջապատողների կարման։ Իսկ թվում է այնքան ենք մաքրել, արդեն քերելու տեղ էլ չկա, բանը նա հաջորդ կյանքերի համար ենք մաքրում։ Հատկապես որ այս պտույտը համարվում է 12 անգամ ուժեղ հրեղեն ձիու տարին, որը 60 տարին մեկ է, կարծեմ պատմել էի այդ մասին։ Լսի, լավ էլ շնչում եմ, այս բարձրության վրա, ապրենք մենք, շարժվեցինք առաջ։ Գետեր, մենք դա արեցինք, ինչ եմ ասում մենք, որովհետև սարերում մենակ իրական շատ դժվար է։ Տիբեթը խաղապար չի։ Հիմա մենք գտնվում ենք այս գագաթին 5600-ի վրա, բայց համատեղ ուժերով։ Այդ անբացատրելի սիրուն զգացում է։ Այն անիս է բարևում տեղին։ Իմ Գայանեն է հիմա նկարում, մենք այդ 3-ով մեկս մյուսին ուշնալով եկանք հասանք այստեղ։ Այս սիրուն մանտրաներն անցկացրել ենք։ Որ մենք էլ օրինակ ծառայենք այն մարդկանց, ովքեր ուզում են ինքնազարգացմամբ պարտադիր չի գալ հասնել Տիբետ աշխարհի ծերը, գուցե գտնեք ձեզ ավելի հարմար գործիքներ, բայց այն ինչ որ այստեղ տեղի ունեցավ այսօր իմ հետ, դա այնքան խորքային, մանկությունից բխող, այնքան խորքային, ինչ որ բան դուրս եկավ ու ազատագրվեց։ Հենց այս դարպասը անցնենք, սա մահվան խաչմերուկ է կոչվում։ Վստահ լինելով, որ այդ ամենը թողել ենք այս դարպասից այս կողմ, այսքանը։ Ոչ։ Գիտակցենք այս բարձրության վրա ու թթվածնի պակասի պայմաններում միտքը խոսքը սկսում է բավական դանդաղել։
Ամեն 100 գրամ ավել քաշը մեծ բեռ է դառնում։ Այս թաշկինակի հետ է կապված, իրական ես մտադրանք չունեի իրան թողեի Տիբեթում, որովհետև շատ եմ սիրում։ Բայց երբ որ ես իրան այսօր կապեցի գլխիս, հենց այդ պահին իմ հետ տեղի ունեցավ մահվան նկատմամբ վախ։ Ու այդ մահվան զգացումից, որ կարող է ես գագաթ չհասնեմ, ու երբ հենց կախեցի գլխիս, գլխագագաթը սկսեց տպտպալ ու ճշմարտ տատավել։ Մի անգամից հանեցի իրան, ասեցի գուցե նույներ արևից է, ուրիշ գլխարկրեցի, բայց արդյունքում ես հասկացա իր խորհուրդը, որ այս էներգիան, որ ժամանակինից պետք էր ու օգնական էր, այլևս ես իր կարիքը չունեմ։ Հիմա իրան թողում եմ այստեղ իմ սիրած շարֆը։ Հանձնում եմ Տիբեթի այս բարձրագույն կետերից մեկին, հանձնում եմ իմ սիրելի Քամոն, արածությանը, իրանք հոգ կտանեն այս ամեն ինչի հետ, այսքանը։ Չնայած իմ փորձառություններին, տոտալ մթության մեջ ռիտրիտ եմ անցել, հողի տակ եմ թաղվել, ամեն ձև առերեսվել եմ մահվան էներգիայի հետ և փորձել աշխատել նրա հետ սիրով ու մեդիտացիայի օգնությամբ, արի ուտես, որ Տիբեթը ինձ համար լիովին այլ փորձառություն էր պատրաստել։ Բոլոր կանանց համար, մայր դիցուհիների համար, կնոջ գեղեցկության համար, կնոջ պտղաբերության համար, կնոջ առատության համար, կնոջ կանացի լի ու դիցական կին լինելու համար։ Այս է։ 3 տարի առաջ, հունիս ամսվա վերջ, հենց այս նույն քարի վրա նստած, այս հատվածում Գաուրի կունդը, փիրուզագույն լիճը, հունիս ամսին ինքը փիրուզագույն լիճ է երևում։ Իսկ հիմա ձնով ծածկված է Գաուրի կունդ, ըստ դիցաբանության Շիվայի կինը Կայլաս լեռից իջնում է և իր լոգանքը ընդունում է Գաուրի կունդում։ Կունդը լիճն է, Գաուրին էլ նրա անուններից մեկն է։ Գաուրի, Պարվազի, Կալի, այդ տարբեր երանգներ են կանացի բնավորությունների, Գաուրին տնային կինն է, ով իրան հետևում է, մազերի հյուսքի մեջ է պահում։ Եկեք հասկանանք, որ այդ դիցերը դրանք էներգիաներ են, մեզանից դուրս չեն։ Ցանկացած կին կարա մեկ-մեկ լինի վրդոված, զենք առնի ու կանգնի պահպանելու իր հայրենիքն ու իր զավակներին, կինը կարա լինի ջերմ սիրեցյալ իր ամուսնու համար, սիրելիի համար, և կինը կարա լինի, ինչ ասես, որ չի կարա լինի կինը։ Հետևաբար այդ տարբեր երանգները հնդկական դիցաբանության մեջ առանձին բերեր են ստացել և առանձին դիցական կերպարներ դարձել։ Ու չխախտելով տրադիցիաները, այս անգամ այստեղ մեկ այլ երգ եմ ուզում հնչեցնել, որը ինձ բացվել է իդեպ այս Տիբեթի ուղևորությունից հետո 3 տարի առաջվա կատարած։ Առավոտ լուսո, արեգա կարդար, առիս լույսակյա, արի իրար հետ, բխումնի հորե, բխյայի հոգվույս, բան քեզ իհաջոես, գանձ ողորմության, գանձի ծածկելոյ գտող զիսարա։ Ես վերջում ասում եմ արտնացրուս թմրյալս, արտնացրուս մոլորյալս արտնացրու։ Այսօրվա մանտրան։ Ներսե շնորհալի առավոտ լուսո։ Ինքը նույնն է, ինչ հնդկական մեծագույն մանտրաներից մեկը արեգակի մասին, նույն բառերն է, եթե թարգմանեք նույն իմաստն է։ Օմ բհուր բհուվասվահա տացավիտուր վարենիյամ վարգո դիվասյա դիմահի դիո յոնա պրաչոդայատ Օմ ասում է տգիտությունից տար ինձ դեպի գիտություն, խավարից դեպի լույսը,
դիմում է Արեգակին, ով արարչի ներկայացուցիչն է, ինչպես մեր մոտ Ներսե Շնորհալին, դիմում է առավոտ լուսո Արեգակ արդար, բխում մի հոր է, լիովին նույնը, ու այդ գիտակցությունը ու այդ երկու զորավոր չափածո ասեմ, հա, երկու զորավոր չափածոների կապը ինձ Տիբեթից հետո է բացվել է Հայաստանում, եզդիների արևի տաճարում, երբ ռուս ուսուցչիս հետ, ես էլ հայ, նստած ենք արևի տաճարում, որի պատերը շարված են Հնդկաստանից բերված քարով, ու այնտեղ բացվում է մի պարզ ճշմարտություն, որ բոլորս մեկ ենք։ Բոլորս մեկ ենք։ Սարիգա Գաթինես կացինը կոչվում է կարմայի կացին։ Նրան էլ անցնելուց հետո կյանքը հատվում է առաջ եւ հետո։ Ճանապարհի բարդ հատվածն արդեն անցած է։ Մեր դեմքից կարելի է հասկանալ թե ինչպես։ Դե ինչ, այն 11 կիլոմետրը, որը մեզ մնաց անցնելու, շատ ավելի հեշտությամբ, ճիշտ է երկար, բարակ, այս բարձրության վրա հեշտությամբ անցնելու ճանապարհ է։ Ու մենք պատվով փակեցինք մեր 3-րդ օրվա անցումը, սկզբից մինչև վերջ անցնելով մեր ուժերով։ Ծամոնը միայն որպես ատամի խոզանակ ենք օգտագործում, չէ՞։ Ինչ է պետք երջանկության համար Տիբեթում։ Երբ ավարտում ես Կայլասի շուրջ բդույթի 3-րդ օրը, մեզ մնացել է 4-րդ օրը միայն։ Ու այդ բերուվար միստիկ փորձառությունից հետո, ասեմ, որ նաև վտանգավոր փորձառությունից հետո իջնում ես ներքև, վայելում ես յակի կարակով թեյը, որը աղով է սարքում, որը այս տարածաշրջանում առողջարար է եւ էներգիաները մաքրելու որակ ունի։ Իրականում եթե խիզախ եք գալ դիմետ, խորհուրդ տամ, խիզախել նաև վայելել ես թեյը, քանի որ այդ անցած ուղուց հետո միայն այդ թեյն է մեզ ուղղակցում։ Այսքան կհանդիպենք մեր 4-րդ օրը, մի քիչ էլ կներկայացնենք 4-րդ օրից, կփակենք Կայլասի շուրջ 4 օրյա բդույթը։